Երիշի Հակոբյանի ճշտումներ անելուց հետո ես անմիջապես վազել եմ դեպի կացարան, որին մոտենալ գրեթե անհնար է, պայթում էին տանիքի ծածկի շիֆրները։ Այնուամենայնիվ մի կերպ մոտեցել եմ Ուրալի հարվածից պատին բացված անցքին, ներսում որևէ բան չէր երևում, անհնարին էր տեսնել անհնարին էր, երևում էր միայն կրակ եւ ծուխ։ Ես բղավել եմ, ձայն եմ տվել, ասելով ինչ որ մեկը ձայն տվեք, մի բան ասեք, այդ ժամանակ մոտեցած հրշեջներից ինչ որ մեկն ինձ քաշեց մի կողմ, ապա հրշեջները արագ բացեցին ջրի խողովակները եւ սկսեցին հրդեհ աճիժման աշխատանքներ կատարել։ Մինչև հրշեջների գալը դեպքի վարում ես տեսել եմ նաև Ազատ գյուղի գյուղապետին, հարևանության բնակվող ԱՕ-ին, դրսում եղած պարտադիր ժամկետային զինծառայողին Ռադիկ Մաթևոսյանին, Գավինակ Մանուչարյանին, Արսեն Սողոմոնյանին եւ Ժիրայր Սահակյանին, ովքեր լացում էին, գոռում էին, փաթաթվել էին ինձ ու ասում են, որ իրենց ընկերները մահացան, այս ամենի մեղավորը Երիշի Հակոբյանն է ու պետք է սպանել։ Տեսել եմ նաև հարևան գյուղի տրակտորիստ Սուրենին։ Երբ ես տեղ հասա, Պաշտինատար Գոր Մարկարյանը դեպքի վայր չէր ժամանել։ Նրան տեսել եմ մոտ 30 րոպե անց, քանի որ նա դեպքի վայրին գտնվել է Վարդենեսում բարձրակալած իր տանը հանգստի մեջ։ Երբ մոտեցա վառվող կացարանի տեղում եղած իշար անձանցից որևէ մեկին օգնություն ցույց տալ տեղում եղած իշար անձանցից որևէ մեկը օգնություն տալ չէր կարող, որովհետև կրակը շատ թեժ վիճակում էր։ Մինչ այդ, ինչպես նշեցի, շարքային Գավինակ Մանուչարյանն ուրալով քանդել իր կացարանի պատը անց բացելով, սակայն ոչինչ անել չէին կարողացել։ Միայն մինչ այդ կարողացել էին դրսից լինգով ծռել կացարանի երկու պատուհաններից մեկի ճաղավանդանքը, որտեղից դուրս էին բերել շարքային Ժիրայր Սահակյանին եւ Գարուս Սարգսյանին։ Ես տեսել եմ նրանցից միայն Ժիրայր Սարգսյանին, ով ասաց, որ լսելով դրսից բղավող տղաների ձայները մի կերպ հասել է պատուհան եւ նրանց օգնությամբ դուրս եկել ծռված ճաղավանդակների արանքից։ Քիչ անց նրան եւս տեղափոխեցին Վարդենեսի հոսպիտալ, քանի որ ոտքերի շրջանում այրվածքներ ուներ։ Մինչ իմ մոտենալը Գարուս Սարգսյանին գյուղացիներն իրենց ավտոմեքենայով տեղափոխել էին հոսպիտալ։ Երիշի Հակոբյանին տեսել եմ 1-2 րոպե, իմ ժամանելուց հետո նրան առաջին հրաձգային գումարտակի շտապօգնության մեքենայով տեղափոխել են հոսպիտալ։ Դրսում եղած տղաներից հիմնականում Գավինակ Մանուչարյանից տեղեկացել են, որ Երիշի Հակոբյանի կողմից վառարանի անհաջող վառելու եւ փաստացի հրդեհի մեկնարկից հետո երբ նրա ձեռքում գտնվող 5 լիտրանոց տարան այրվել է, նա այն դեն նետելով կացանից վախից դուրս է փախել։ Հրդեհն առաջին Հրդեհն առաջինը նկատել է Գավինակ Մանուչարյանը, ով Սողոմոնյան Արսենի հետ գնացել է ջուր բերելու կացարանից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող հարևանի տնից։ Հերմից նկատել է կացարանից դուրս եկող ծուխն ու կրակը, բղավել է պաժարը դրսի կանգնած վերակակ Լևոն Խառատյանը վազել է դեպի կացարան ու միացել է նաև կապիտան Երիշի Հակոբյանը։ Սկզբում նրանք փորձել են երկուսով ներս մտնել, հասել են մինչև վառարան, որը տեղադրված է եղել մուտքի մոտ գտնված առաջին սենյակում, նախասրահում, որտեղ որևէ մեկը չի եղել։ Բուն ննջարան, որը տեղակայումով հաջորդն է եղել, արդեն իսկ գտնվել է կրակի մեջ։ Նրանք երկուսով ինչ որ բան անել չեն կարողացել։ Դրսում եղած շարքային Գավինակ Մանուչարյանը նկատելով հրդեհը, կամազից վերցրել է կրակմարիչը, մյուս երկուսի հետևից մտել է ներս, սակայն մի կերպ կրակմարիչը օգտագործում ընդամենը կարողացել է Լևոն Խառատյանին դուրս բերել գործավարվող կրակների միջից։ Դեպքի նախորդած ժամանակահատվածում կրակմարիչները ապահովված չեն եղել ոչ միայն թիվ 75-937 զորամասի ԻՍՎ-ն, այլ նույն զորամասի մյուս ստորաբաժանի գերակշիռ մասը, այդպիսի բանակային կողմից զորամասին հատկացված չլինելու պատճառով։ Մեղադրական եզրակացությունում որպես մեղադրանք հիմնավորող ապացույցներ են դիտարկվել թիվ 59-016 եւ թիվ 28-237 զորամասերից 2022-02-21 թվականից թիվ 75-937 զորամաս հակառակային անվտանգության միջոցների, այդ թվում կրակմարիչների առաքումների, ինչպես նաև թիվ 75-937 զորամասի ԿՇ ծառայության պահեստից հատկացումների փաստը հիմնավորող ապրանքագրերը, ԿՇ ծառայության պահեստի նյութական միջոցների ձև 26 հաշվառման մատյանը, ԿՇ ծառայության հակարդային միջոցների հաշվառման ձև 27 մատյանը, զեկուցագրերի հաշվառման մատյանը 20 զեկուցագրեր, ինչպես նաև ԿՇ ծառայության պահեստի պետ Գևորգ Նիկողոսյանի ներկայացած աշխատանքային տետրը։ Հարկ եմ համարում նշել, որ վերջին փաստաթղթերի նյութերի քրեական վարույթի նյութերին են կցվել առանց հետագա պատշաճ զննության եւ դրանց արտացոլված տվյալների ընդհանուր վերլուծության նպատակ հետապնդելով դրանց արտահայտության ընդհանուր փաստեր, որ թիվ 75-937 զորամասի բոլոր ստորաբաժաններում բացառությամբ ԻՍ վաշտի համալրված են եղել հակարդային պաշտպանության անվտանգության միջոցներով, այդ թվում կրակմարիչներով։
Հիշած փաստաթղթային հիմքերում առկա տվյալները հիմք ընդունելու պարագայում փաստում են, որ 2021 թվականից ի վեր մինչ 28-22 թվական ընկած ժամանակահատվածում զորամասի ստորաբաժանումն ընդհանուր առմամբ հատկացվել է տարբեր տեսակի 434 կրակմարից։ Մինչդեռ պատասխանատվությամբ հայտարարում, որ ողբերգական դեպքի օրվա դրությամբ զորամասում փաստացի առկա եղել ոչ թե 434, ինչպես որ ներկայացվել է տպավորությունը ստեղծվել քրեական վարույթի նյութերին կցված հիշյալ փաստաթղթային հիմքերի միջոցով, այլ ընդամենը 176 տարբեր տեսակի կրակմարից, ինչն արձանագրվել է Արգան Գրիգորյանի կողմից զորամասի իրանատարությունը 2022 թվականի նոյեմբերին ստանձնելու կապակցությամբ համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված հանձնման ընդունման արդյունքներով կազմված ակտով։ Պատվարժան դատարանը նկատում էր, որ քրեական վարույթի նյութերում բացակայում են հիշյալ հանձնման ընդունման ակտի ամբողջական տարբերակն ու դրանից 09-11-22 թվականի դրությամբ հակարդային նյութական միջոցների առկայության վերաբերյալ ամփոփագիրի ուստի դատաքննության համապատասխան փուլում մենք միջնորդել ենք, որպեսզի դատարանը հետազոտման նպատակով զորամասիչ պահանջի այդպիսիք, որոնց օրինակը մեզ տրամադրելու խնդրանքը մերժվել է այն գաղտնի համարելու պատճառով։ Միաժամանակ հայտնում է, որ քրեական վարույթի 3-րդ հատոր վարույթի 256-ից 250-ում առկա է 75-937 զորամասի գրանտային պաշտոնի եւ գործերի հանձնման ընդունման ակտի առաջին եւ վերջին թերթերը, ինչպես նաեւ 10-12-22 թվականի դրությամբ Մ75-937 զորամասի ինձանց սակրավորային բաժնում առկա գույքի ամփոփագիր պատճենը, հիշյալ ամփոփագիրում որևէ հիշատակում չկա ԻՍՎ-ին հակարդային անվտանգության միջոցների, այդ թվում կրակմարիչների հատկացման մասին, ընդ որում ամփոփագիրը ստորագրված է ՉԿՇ ծառայության պետ Մարտին Սարգսյանի ԻՍՎ-ի հրամանատար Գոր Մարկանի կողմից։ Հետևաբար վերահիշալով փաստում է, որ Մարտին Սարգսյանը ողբերգական դեպքից առնվազն 40 օր առաջ քաջատեղյակ է եղել ԻՍՎ-ում կրակմարիչների բացակայության մասին։ Ուսմունքը չծանրաբեռնելու, ինչպես նաև հաշվարկները առավել հիմնավոր մատուցելու նպատակով դատարանին են ներկայացնում 2021 թվականից ի վեր թիվ 75-930 զորամասում կրակմարիչներին ստացման եւ այդպիսիք ստորաբաժանումների առաքելու, ինչպես նաեւ դեպքի օրվա 19-01-23 թվականի դրությամբ դրանց փաստացի արկայության վերաբերյալ քրեական վարույթի նյութերին կցված փաստաթղթային հիմքերում եւ 011-22 թվականի դրությամբ հակարդային նյութական միջոցների արկայության վերաբերյալ ամփոփագրերում պարունակող տեղեկության մասով վերլուծական ամփոփ տեղեկագիր են։ Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն Արգան Գրիգորյանի կողմից զորամասի հրամանատարությունը 2022 թվականի նոյեմբերի ստանձնելու կապակցությամբ համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացվել է բանակային կորպուսի զորամասի նյութական միջոցների փոխհամեմատում, ապա զորամասի առանձին ծառայություններն իրենց ձեռքին փոխհամեմատում են իրականացնել ստորաբաժանումների հետ, որի արդյունքում կազմվել է 09-11-22 թվականի դրությամբ հակարդային նյութական միջոցների առկայության վերաբերյալ ամփոփագիր, որը հաստատվել է ԿՇ ծառայության պետ Մարտին Սարգսյանի եւ երկրորդ բանակային կորպուսի հակարդային ծառայության պետ Աբակյանի ստորագրությունը, ընդ որում ամփոփագիրը Մարտին Սարգսյանի անուն ազգանուն եւ ստորագրության վերնամասում առկա գրառման համաձայն արձանագրել հաշվարկները կատարվել են իր ներկայությամբ եւ տվյալների հետ համաձայն են։ Համաձայն նշված ամփոփագրի հաշվարկներով 13-09-22 թվականին տեղի ունեցած զինված հարձակման արդյունքներում արձանագրված 42 կորուստները 09-11-22 թվականի դրությամբ տարբեր տեսակի կրակմարիչ ընդհանուր տիպի մնացորդը կազմվել է 176 հատ։ Մասնավորապես փաստացի առկա եղել ԿՓ5 տեսակի 43, ԿՓ2 տեսակի 64, ԿՓ5 տեսակի 14, ԱԿ2 տեսակի 42, ԱԿ5 տեսակի 9, MM7 տեսակի 2 եւ ԿՓ8Z տեսակի 2 կրակմարիչ, ընդհանուր հանրագումար 176։ Այսինքն պարզ եւ ակնհայտ է դառնում, որ ողբերգական դեպքի օրվա դրությամբ զորամասում փաստացի առկա է եղել 176 տարբեր տեսակի կրակմարիչ, քանի որ ընդունման հանձնման ակտինքից վերոհիշել ամփոփագրում նշված 09-11-22 թվականից հետո միշտ ողբերգական դեպքը զորամասի նոր խմբականակների հատկացումներ չեն եղել։ Միաժամանակ հայտնում են, որ հիշյալ ընդունման հանձնման ակտում առկա տեղեկության համաձայն 176 կրակմարիչներից 105-ը հատկացված են եղել 35 մարտական հենակետերին, յուրաքանչյուրին 3 հական։